Շնորհակալ եմ շատ։ Ժողովուրդ ջան, ճիշտն ասած, պետք է ասեմ, որ իրականում էմոցիաները այնքան շատ են, որ նույնիսկ դժվար է ելույթ ունենա, որովհետև այս բակում մեր սիրելի աջափնյակցիների կողմից այնպիսի բաներ լսեցի, որ նախ մեզ շատ մեծ ուժ են տալիս, Գիտեք, մենք զարմանալի հարություն ունենք։ Դեպքերի 90%-ով, ասենք, ամեն ինչը ուղիղ եթերում է, էլի, ով որ ուզում է ասածները ստուգի, ինչ որ ասում եմ, վերաբերում է 90%-ով եղել ենք ուղիղ եթերում, լավ կարող է 85։ Եվ իմ ասածը վերաբերում է 85-ից 90%-ին։ Չէ, ես ինչ որ ասում եմ իրականում 90-95%-ին։ Ուրեմն, սա մի հետաքրքիր երևույթ է։ Հանրապետության բոլոր մարզերում, ասենք Սյունիքից սկսած մինչև Շիրակի մարզ, Արագածոտնի մարզ, մարդիկ տարիք ունեցող մարդիկ մոտենում են եւ ասում են շնորհակալության խոսքեր։ Հələ դեռ ռեակցիաս չի ձևավորվել։ Ես ասում եմ, իմ ենթագիտակցությունը ինձ ասում է, թոշակը բարձրացել է մարդու առողջության ապահովագրությունը եւ մարդը հիմա շնորհակալություն է հայտնում։ Լսեք, դեպքերի 90%-ով երբ որ մարդը սկսում է պարզաբանել, ինքը խոսում է հարցերի մասին, որը իր անձնականին չի միայն վերաբերվում։ Հասկանում եք, սա մի երևույթ է։ Այստեղ էր հայրիկը 90-ամյա մարդը, այստեղ 90, ձեր ազգանունը ինչ էր կհիշեցնեք, Գալստյան, մոտ 90 տարեկան եք, ճիշտ է, մոտենում է և սկսում է շնորհակալություն խոսքեր ասել, և էլի մտածում ես, ասում ես սոցիալական և պարզվում է մարդը շնորհակալություն է հայտնում ազատության համար։ Դուք հասկանում եք, սա ինչ ֆենոմեն է, սա ինչ արժե, սա ինչ արժեք է, սա ինչ կապիտալ է, սա ինչ մեծություն է, սա ես իրոք խուզված եմ։ Ու առաջ է, հիմա 21 թվականի ամենամեծը արտահայտվեց, որովհետև այդտեղ ամպլիտուդը շատ մեծ էր։ Այսօր ինչ է տեղի ունենում, այսօր իրականում նախընտրական քարոզարշավ, բայց տեղի է ունենում հետևյալը, քաղաքացիները ձևավորում են կառավարության հաջորդ 5 տարիների առաջնահերթությունների բովանդակությունը, ու դա ինձ համար ակնհայտ է։ Հիմա ես կարող եմ ասել, որ առաջնահերթության հիմնական առաջնահերթությունները առնվազն լինելու են հաջորդ 5 տարվա հետևյալները։ Առաջին թվաբանությունը, խաղաղությունը իհարկե շարունակում է առաջնահերթություն մնալ եւ միշտ է շարունակելու, որովհետեւ գիտեք ինչ, նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրել վավերացնելուց հետո պետք է խաղաղությունը մնա առաջնահերթություն, որովհետև մենք պետք է խաղաղություն ինստիտուցիոնալիզացում ասելով հիմա նկատի ունենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի, հաջորդ փուլով սահմանը սահմանազատվի, իհարկե դրանից առաջ սահմանները բացվեն, տրանսպորտը աշխատի, բայց դրանից հետո էլ պետք է ինստիտուցիոնալիզացիա տեղի ունենա, մենք պետք է այնպես անենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում դառնա մենթալիտետ, հասկանում եք, այսօր ոնց է Եվրոպայում մենթալիտետ է խաղաղությունը, այսօր Ֆրանսիան և Գերմանիան 100 ամյակներով, հազար ներողություն մեր ֆրանսիացի և գերմանացի 100 ամյակներով կոտորել են իրանց, բայց այսօր որ գնաս միջին վիճակագրական ֆրանսիացուն և գերմանացուն ասես դրա մասին, իրանց ականջին շատ տարօրինակ կթվա, չնայած հիմա աճ ծայրահեղականությունը Եվրոպայում մի շարք տեղերում բավականին աճում է, և մենք պետք է տենց անենք, որ խաղաղությունը դառնա մենթալիտետ, և խաղաղությունը իրականում զարմանալի չի, որ այսօր քաղաքական ուժեր որոշ
ասում են, որ իրանց ժամանակ խաղաղություն ա եղել, որովհետև միջին նախկին մտածելակերպով խաղաղությունը ընդհանրապես պատերազմի հետաձգում է։ Մենք պետքա սա աղթահարենք։ Խաղաղությունը պատերազմի հետաձգում պետքա չլինի եւ չի։ Խաղաղությունը պատերազմի ռազմավարական բացակայությունն է։ Խաղաղությունը պատերազմի պատճառների բացակայությունն է եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատերազմը ես իմ նախընտրական ծրագիրը մեր ներկայացնելիս հատուկ այս թեմային անդրադարձա, ասելով որ մենք հիմա աչքով չենք տալիս, ասում ենք այ հիմա խաղաղություն է, բայց այդ էս եւ այլն հետո կնայենք։ Ոչ, խաղաղությունը պատերազմի պատճառների ռազմավարական բացակայությունն է եւ Ալմատիի հռչակագիրը եւ այն համաձայնությունները, որ մենք ձեռք ենք բերել Ադրբեջանի եւ ձեռք ենք բերում Թուրքիայի հետ եւ Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունների հետ, պիտի երկարաժամկետ եւ ռազմավարական առումով ապահովի խաղաղությունը։ Երկրորդը, արդարության հետ կապված հարցը ես արդեն ամաչում եմ, անկեղծ ամաչում եմ, բայց նաեւ ես չեմ ուզում, որ այդ ամաչելու այդ բանը, այդ զգացողությունը մեզ մղի դեպի բռնատիրություն, դեպի ավտորիտարիզմ, դեպի կառավարելի ժողովրդավարություն, ինչպես ասում են, ես շարունակում եմ մնալ ինստիտուցիոնալ կայացման տրամաբանության մեջ։ Այո, գաղտնիք չկա։ Այսօր ամենամեծ մեղադրանքը, էլի հույս ունեմ մեր հարգարժան իրավաբանները բան կանեն, ճիշտ կձևակերպեն։ Մարդկանց ամենամեծ մեղադրանքը, որ ես չգիտեմ ինչ պատասխանեմ, շատ դժվար է պատասխան գտնել, շատ ուղիղ հարց են տալիս, ասում են Ռոբերտ Քոչարյանը ինչ է ազատության մեջ։ Հիմա Անուշ Խլոյանն է կանգնած, ում եղբայրը 2008 թվականի մարտի 1-ին զոհվել է, եւ ում սպանությունը եւ մյուսների սպանությունը փորձում էին կապել մեզ հետ։ Եվ ինչ այլոց, ասեմ ձեզ, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների ազնիվ եւ անկեղծ եւ իմիջայլոց անկողմնակալ, որովհետեւ նեն չի, այսինքն բարձր որ մարդիկ այդ վիճակում կողմնակալություն չպետք է անեն, բայց իրանց դիրքորոշումն էր, որ այդ դատավարությունները այդ բեմադրված սկսեցին, իրանց դիրքորոշման շնորհիվ այն ժամանակվա Քոչարյանի իշխանությունը հասկացավ, որ չի կարող այդ թեման փաթաթել մեր վզի, բայց այդ հարցի պատասխանը ես գլուխս կախում եմ, բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ իսկապես հերիքա առավել եւս մարդու իրավունքների եվրոպական ժողովուրդ ես կարծում եմ շատերը դա բան են համարում, թուլություն եւ այլն, այն թեմաները հատկապես, որտեղ ես անձնական որևէ բան ունեմ, որևէ ձևով անձամբ ինձ հետ առնչվում, իմ մոտ սենց արգելքներ են դրվում, որ ես մաքսիմալ հեռու մնամ այդ թեմաներից, որովհետեւ դե գայթակղությունը շատ մեծ է եւ ես վախենում եմ նաեւ մեկնաբանություններից, որ հանկարծ տպավորություն չլինի, թե ես եկել եմ իմ անձնական հարցերն եմ լուծում եւ ես ուզում եմ որ բոլոր հարցերը լուծվեն ինստիտուցիոնալ կերպով, ես համարում եմ, չնայած ես կարծում եմ, որ քաղաքական առաջնորդությունը շատ կարեւոր բան է եւ ես մարդ իրավունք հիմա ինչ եմ ավելի ազատ խոսում, նախկինում միշտ կաշկանդված եմ եղել, որովհետև մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ տվել է գնահատականները եւ հիմա ես կարող եմ նաեւ որպես մարտի 1-ի գործով դատապարտված եւ հետագայում արդարացված մարդ, ես կարող եմ ասել, որ արդարությունը պետք է տեղ հասնի։ Չի կարա այլ կերպ չլինի։ Այո, կան անձնական պատասխանատուներ։ Իմիջայլոց այդ թեման, որ մարտի 1-ը բացահայտված է, Մարտի 1-ը բացահայտված է, 100%-ով է բացահայտված, բոլոր մանրամասներով է բացահայտված, այլ բան, որ մեր իրավական համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետքա բերի օրինական իրավական պատասխան։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Վարդարդատություն։ Ես հիմա չգիտեմ ինչ մեկնաբանված է, այդ գործը իմիջայլոց հրապարակային գործ է արդեն, որովհետև դատարաններում կա
սկսած օլիգարխների խմբերից ոնց են ձևավորել, ոնց են զինվորական համազգեստ բաժանել եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ դա էլի Միչայլոց զարմանալի պատմություն է եւ էլի խոսում է մեր ժողովրդի առողջության մասին։ Այդ ընդհանրապես միստիկ պատմություն է, թե ոնց էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուսուսի տված կանգնել եւ մեր իշխանության դեմ փրկում էին հայրենիքը եւ դա պատճառը նաեւ որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական ուժը բարից բունի մաստո 0 էլ չէ -25 դա ժողովրդի վերաբերմունքն է այդ անողնաշարությանը այդ անսկզբունքայնությանը այդ եղկելիությանը այդ բացարձակ բոլոր բարոյական քաղաքական տրամաբանական մենք այդքան խոսում ենք Վանո Սիրադեղյանը մի հատ շատ լավ արտահայտություններ արել ուրիշ առիթով մի մարդու առիթով ուրիշ մարդկանց առիթով եւ այդ ով կմտածեր որ այդ ասացի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է Վանո Սիրադեղյան sense մի հատ արտահայտություններ արել շատ կարդացած քիչ հասկացած Ես հիմա որ հիշում եմ Վանո Սիրադեղյանի այդ հիմա հետահայաց կասկած ունեմ որ ինքը դա գրելիս նկատի է ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի որովհետև ինքը թերևս ամենաշատներ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանի Ես ուղիղ ասում եմ չգիտեմ դոկտոր կլինի պրոֆեսոր կլինի ակադեմիկ կլինի ինչ կլինի բայց շատ կարդացած քիչ հասկացած սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է Եվ նրա քաղաքական անփառունակությունը լիպի ռեկլամ վրա, որ Նիկոլը հեսա 300,000 ադրբեջանցի է վերադարձնում Հայաստան։ Ես էլի ուզում եմ ասեմ, որ մենք այսօր մարդիկ ասում էին արդեն, հետաքրքիր է, ամենակարևոր բանը գիտեք որն է, ես վարչապետի պաշտոնում միշտ նաև իմ ընդդիմադիր ժամանակները եւ քննադատությունները բան անելիս հիշելով, երբ որ մի վիճակագրություն եմ բերում, ես խոճապի եմ մատնվում։ Ասենք ենթադրենք, ես ինչ բանը աճել է, այս ինչ բանը ստացել։ Ես իրոք խոճապի եմ մատնվում, 4-5 անգամ հարցնում եմ, լսեք, ես ճիշտ է, ես ասեմ, թե չասեմ, բա որ ասեմ, ու ինձ համար այս ընթացքում ամենամեծ հաճույքը գիտեք որն է, որ ես դուրս եմ գալիս եւ տեսնում եմ ինձ զեկուցած վիճակագրությունների վկայությունները մարդկանցից։ Այսօր մարդկանցից իմիջիալոց վերջին օրերին 4-5 այդպիսի արձագանք եմ լսել, որ արտագաղթածները վերադառնում են եւ իմիջիալոց հանդիպում եմ արդեն մարդկանց ովքեր իրենց պատմությունն են պատմում իսկ իրենք ասում են Նիկոլա ադրբեջանցիների չեք նկատում որ Նիկոլա հայաստանցիներին է վերադարձնում հայերին է նեղվում եք դրանից Իսկ ադրբեջանցիների թեման ժողովուրդ ջան, ես պետք է այս հարցերը ձեզ հետ բաց թափանցիկ երեկապարանում բավական մանրամասն խոսել եմ այս թեմայի մասին։ Մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտի առանձնահատկությունը ինչ է եւ իրական Հայաստանի գաղափարի էությունը ինչ է, որ տեսեք կոնֆլիկտի հիմքը այն է, որ կա միջազգայինորեն ճանաչված տարածքներ։ Հայաստան, Ադրբեջան եւ այլն։ Ընդ որում ով է սկսում այդ երբեմն էական չի որովհետև այս պատմություններում ով սկսեց, երբեք չես գտնի։ Էական էլ չի, ով սկսեց։ Իրանք ասում են գյոյչա, մենք ուրիշ բան նկատի ունենալով որ այդ իրանցն է, մենք նկատի ենք ունենում ուրիշ տարածք անում ենք դնում, ասում ենք Արցախ, այդ մերն է։ Եվ այս մի հատ սենց շրջապտույտ է ստեղծում, որից հնարավոր չի դուրս գալ։ Ժողովուրդ ջան, որից հնարավոր չի դուրս գալ։ Եվ 2018-19 եւ այս ընթացքում գիտակցությունն է եղել, որ հնարավոր չէ շրջապտույտից դուրս գալ։ Ամբողջ խնդիրն է նա եւ հիմա ես ամենաշատը ինչից եմ հուզվում, որ մարդիկ այս գնահատում են, որ մենք ուժ ենք ունեցել, ես կոնկրետ ուժ եմ ունեցել կանգնել ասել մի րոպե պետքա կանգ առնել։ Որովհետեւ այս շրջապտույտը կործանելու է ամեն ինչ, որովհետեւ պետքա դուրս գալ։ Մի հատ եկեք նայենք Որն ես սարսափում եմ արձանագրել 2022 թվին, որ մենք անգիր չենք հիշում մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի թիվը։ Սարսափում եմ դա հիշել։ Ու սարսափում եմ արձանագրել, երբ որ ՀԱՊԿ 2022 թվականին չարձագանքեց, ինչպես պետք է արձագանքեր։